Լացրեցի։ Հարգելի ավագան անդամներ, 9 անդամներից ներկա են քվորում հավաքում է։ Համաձայն եք սկսել ավագանու նիստը։ Դեմ ձեռնպատ չունեք։ Կարծում բոլորը ծանոթ եք ավագանու օրակարգին, նիստի օրակարգին։ Դրա համար օրակարգի ես չկարտամ, սկսենք առաջի հարցի քննարկումը։ Առաջի հարց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 22 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Այս որոշումը վերաբերում է նրան, որ մենք 24 թվականի դեկտեմբերին մեր բյուջեն հաստատել ենք, հիմա բյուջեի մեջ պետք է փոփոխություն կատարվի։ Ուրեմն առաջին ծախսային մասով մենք վարչական սարքավորումներ ենք ձեռք բերել, նախկինում ենք նախատեսել ենք 1.818.000, քանի որ սարք ենք ձեռք բերելու, ավելացնելու ենք գումարը կդառնա 2.418.000։ Երկրորդը գույքերի գնահատման համար դուք գիտեք, որ սրանից հետո բոլոր արժույթի ներկայացվող գույքերը պետք է անպայման պետք է գնահատվի կազմակերպության կողմից, որը ունի իրավասություն։ Դրա համար գույքերի գնահատման համար մենք նախկինում նախատեսել ենք 4.2 միլիոն, սակայն մենք գնահատման համար մրցույթ ենք հայտարարելու, որ առանձին կազմակերպություն կա մրցույթի մասնակցել եւ մեր գնահատման գործընթացը իրականացնել։ Դրա համար 1.500.000 ավելացրել ենք, դառնա 5.7 միլիոն, որովհետեւ կարողանանք ընթացքում մեր գույքերը գնահատել։ Մենք սարքավորումը համար գումարը ավելացնելու համար մենք թաքստոցի համար գույքերի նախատեսել, թաքստոցի համար նախատեսված գույքից 500.000 տալիս ենք վարչական սարքավորում ձեռք բերելու գույքին, փոփոխություն ենք երել։ Վարչական սարքավորում, այսինքն գույք և սարքավորում։ Ատորներ են ձեռք բերել և հետո այս երկուսը 4-ի մեջն է։ Հետո նաև նախատեսել են, գիտեք, փողոցային լուսավորությունը մեր ցանցը բավականին լայն է, սպասարկման համար մեզ անհրաժեշտ է աշտարակ 1 միլիոնից ավել մենք գումար ենք ծախսում աշտարակի համար, իսկ 1 միլիոնից ավելի դեպքում մենք պետք է աշտարակի համար մրցույթ հայտարարենք և դրա ձեռքբերման համար մենք 1 միլիոնով ավելացրել ենք, մրցույթ հայտարարվել է, շուտով մրցույթը կկայանա և այդ մեքենան մենք օգտագործենք։ Հաջորդ հարցը ուրեմն մարզադպրոցի երեխաներին 40 երեխա պետք է ճամբար ուղարկվի, ճամբար ուղարկելու համար մեզ 40 երեխայի համար երկմաշինա է պետք, բաներ պետք է։ Դրա համար հաշվարկել ենք, դա լինում է մոտ 400.000 դրամ, դա սուբվենցիայի նման տանք մարզադպրոցին, որպեսզի երեխաներին տեղափոխի։ Սա է հիմնական փոփոխությունը։ Հաստատեք որոշումը, հարցեր կան, պարզ է։ Հաստատենք, անցնենք հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորության նկատմամբ 2025 թվականի մայիսի 15-ից 23-ը իրականացված իրավական և մասնագիտական ուսուցչության արդյունքների մասին։ Խնդրեմ։ Մեր կատարած աշխատանքների, ես անգամ ասեմ ներկայացնելիս հստորության ընթացքում նախկինի համեմատ շատ բարդ է, որովհետև ոչ մի կարևոր թերություն որոշումների հետ կապված, ասանությունների հետ կապված, հրամանների, մի խոսքով իրավական ակտերի հետ կապված ոչ մի վարձակալությունների
բարձրավճարների բոլորը շատ նորմալ, միայն այնտեղ կա բյուջետային փոփոխությունների ժամանակի ընթացքում, մեկը կարող է հաստատել ենք ընթացքների փոփոխությունները, մենք դեր արջենքերը, հետևությունները գնահատել, որ իրենց տրված ժամանակի ընթացքում վերականգնել են, այսինքն փոխումը կատարել։ Նույնը, ինչ որ ես ասեցի, այդ իրավական հաստատման բան չկա։ Ասեմ ձեզ, որ նաև մենք գովասանքի առանցանք վարձակալությունների և աճուրդների գործընթացները, որ շատ նորմալ է, նորմալ հաստատվել, լրիվ վիճակը շատ բավարար է և շատ գովելի է մեր աշխատանքը այդ ուղղությամբ, մեր բաժնի տղաների աշխատանք։ Այո, գովելի է, այո, բոլոր պատկանները, նորմալ, բոլոր արձանագրությունների մեջը նորմալ դրված պատրաստի վիճակում ոչ մի թերություն չունեցան։ Ոչ միայն այդ, նաև ֆինանսական բաժին, նաև իրավական բոլոր բաժինները շատ փոքր թերություններ էր, այո, մնա փոքր թերություններ էր։ Դա կոլեկտիվի ընդհանուր թիմային աշխատանք է, որը մենք կատարել ենք և ինձ թվում է սրանից հետո առավել ևս փոքր թերությունները կվերացնենք, որ մենք նորմալ աշխատենք։ Հաստատենք որոշումը։ Անցնենք հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի ժամանակավոր օգտագործման համար վարձակալության իրավունքով տրամադրելու և տրամադրման պայմանները հաստատելու մասին։ Ստանում ենք վարձակալություն 19 հողատարած, 10 ամասյա տնագավայրում, 8 Պեշտաշենում և 1 Կամփուլում։ Չափեր ասեմ, հա։ 1,37 բարելահող երրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 2,95 բարելահող երրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 0,25 հեկտար բարելահող երրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 0,56 արոտ երրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 6,78 հեկտար օթար երրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 25,10 չորրորդ տանջերդի արոտավայր ամասյա տնագավայրում, 5,07 բարելահող չորրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 3,17 չորրորդ տանջերդի բարելահող ամասյա տնագավայրում, 1,05 բարելահող չորրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 3,14 բարելահող չորրորդ տանջերդի ամասյա տնագավայրում, 1,06 չորրորդ տանջերդի արոտավայր Պեշտաշեն տնագավայրում, 3,26 արոտավայր չորրորդ տանջերդի Պեշտաշենում, 0,70 արոտավայր չորրորդ տանջերդի Պեշտաշենում, 3,82 հեկտար արոտավայր չորրորդ տանջերդի Պեշտաշենում, ոչ բաները պայմանագրերը լրացած է երկրի Պեշտաշեն բնակավայրում ճիշտ է կա մի ամբողջ հողատարածք, որտեղ յուրաքանչյուրը 1 հեկտար հող ունի։ Մի մասին մենք բերեցինք քարգային դաշտ, հանձնարարել պարոն Ախտվեցյանին, որ մնացածին նորից բերեք քարգային դաշտ, ամեն ունեն 1 հեկտար հող, բերեք քարգային դաշտ, որպեսզի մարդիկ ժամանակին իրենց վճարումները կատարեն։ Ընդամենը մի քանի հոգու են բան, մնացածը ևս տանք, բերենք ավական նիստի տնենք, տանք մրցույթ։ Հաստատել Անցնենք մյուս հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմանում գտնվող
Ուրական բնակավայրի տարածքում հասկար սահմանափակ պատասխանատվության ունեցության կողմից Յուրուգլավի տուֆի հանքավայրում ընդերքի ուսումնասիրության և այլ հետազոտական աշխատանքներ կատարելու համար համաձայնություն տալու մասին։ Ուրեմն Յուրագն բնակավայրում այս հասկար ընկերությունը ցանկանում է քարի արտադրությամբ քարանքով զբաղվել, քարանքով զբաղվելու համար ուսումնասիրության համար մենք պետք է աղական համաձայնություն տալ, որ այս տարածքում իրենք ուսումնասիրություն անցկացնեն։ Համաձայն եք, Հասկար Ամասյանի մեր բնակիչն է, Հետազոտման աշխատանքներ կատարել հետագայում որպես քարանք հնարավոր է օգտագործել, տեսնենք, եթե հնարավոր է, թող օգտագործել։ Մենք համաձայնություն տալ համար փոխել ժամանակ վարձակալությամբ չեն տրամադրում։ Տեղանքի ուսումնասիրության համար։ Մեր Ամասյայի ամիրահաշվում Նախկինում ինքեր դրողը վարձակալել է։ տված է համաձայնություն։ Համաձայն է։ Հաջորդ անցնենք ինքնականների գրանցման։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող Հողամասում բնակավայր Դարիշակ քաղաքացի Բերիխան Աշոտ Բադասյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն համարված շինությունները և նրանց պահպանման սպասարկման համար նախատեսած հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին։ Բոլորը գիտեք, Բերիխան Աշոտի Բադասյանի խորհուրդը երևի տրամադրում է, Զարիշակում բնակվում է երկար տարի։ Հիմա ինքնակամ, ինքը բնակարան է կառուցել ինքնակամ, բերեք օրինականացնենք ինքնակամը ճանաչենք իրանց սեփականություն։ Ուրեմն, որի համար բնակելի տունը 47 քառակուսի մետր է, հողամասը 1200 քառակուսի մետր։ Հաստատել որոշումը։ Գումարի չափն է, գումարի չափը 411,000 դրամ, պետք է մոտը օրինականացնել։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում բնակավայր Ամասյա, սա մեր տան պարիսպներն է, որը մի փոքր հատվածը դուրս է մնացել սեփական հողից և այդ հատվածի համար այդ ինքնակամը ձևակերպում ենք, ընդամենը 150 քառակուսի մետր հող է, որ ավել է դուրս եկել և մակերեսն է 39 քառակուսի մետր և պետք է մուծվի 121,850 դրամ։ Հաստատել։ Հաջորդ ինքնակամը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում բնակավայր Ամասյա քաղաքացի Արթուր Գագիկի Մինասյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն համարվող շինությունները և նրանց պահպանման սպասարկման համար հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու։ Սրա ընդհանուր Ամասյա համայնքի սեփականություն համարվող 96.5 քառակուսի մետր մակերեսով մահռանը 39 քառակուսի օժանդակ շինությունները և 0.1100 քառակուսի մետր հողամասը ուղղակի կարգով վաճառենք, ինքնակամ ձևակերպենք վաճառենք բնակիչին, Ամասյայի բնակիչը, որը պետք է մեզ վճարի 262,620 դրամ։ Կա համաձայնություն։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, ինչպես չես ճանաչում, Գագոյի, Մինասյան Գագոյի Էնով, չգիտեմ, Ամասյա չէ, ես
Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում բնակավայր Ամասյա քաղաքացի Աննա Լովայ-Մելոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն համարված առևտրի սրահը և նրա պահպանասպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին։ Սա գիտեք, Աննա Մելոյանին կառուցել են առևտրի սրահ, հենց մեր ճանապարհի վրա է, գիտեք, ուրեմն սեփականություն 9.3 քառակուսի մետր մակերեսով առևտրի սրահ և նրա սպասարկման համար 0.033 հեկտար մակերեսով հողամասը, որի համար պետք է վճարի 411,350 դրամ օրինականացնելու համար։ Համաձայն եք։ Հաստատ է որոշումը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքում գտնվող հողամասերի համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ։ Ուրեմն մեր մոտ կա Ամասյա համայնքի Բերտաշեն բնակավայրում գտնվող 020 016 001 կադաստրային ծաղկագրով 1.507 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։ Սա քարտեզի մեջ սխալ է եղել, որտեղ գրված է եղել, որ անհատի սեփականություն է, սակայն քարտեզը ուղղելուց և ուսումնասիրելուց հետո դա պարզվել որ համայնքային սեփականություն է։ Մեր ավագան որոշումը մենք կուղարկենք կադաստր, այնտեղ քարտեզի վրա ուղղում կլինի և այս հողամասը 1.5775 հեկտար մակերեսով հողամասը կհամարվի համայնքային սեփականություն։ Հաստատ եք։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի Ամասյա բնակավայրի 9-րդ փողոց 1/6 շինության հասցեի կիսանեգուղը և կադաստրային ծածկագրով հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործարարական նշանակության հողամասը աճուրդով օդարելու և աճուրդի ներնարկանքինը հաստատելու վերաբերյալ։ Սա մենք գիտեք, մեզ Ամասյայի 9-րդ փողոց մեր վեճ շինությունը, բետոնի շինությունն է, ջան, դեպի բան գնացող Սանախի ճանապարհի վրա բետոններ կա, չէ՞ թափած։ Արմենի հողի։ Այդ բետոնները և հողամասը 0.05 հեկտար մակերեսով ներկայացրել են գնահատման, գնահատվել է սահմանափակ պատասխանատվության միջոցով ԱԳ Էսթեյթ կազմակերպության կողմից գնահատվել է և այդ շինությունը պետք է դրվի աճուրդի։ Ուրեմն շինությունը գնահատվել է 800,000 դրամ, աճուրդային գինը մենք պետք է քայլի գինը նախատեսել ենք 50,000 դրամ։ Համաձայն եք 50,000 քայլով այս շինությունը վաճառել աճուրդում հաղթանակած մարդ։ 800,000 դրամ։ Այդ կամ է Անգարի տագի բետոնային մասն է։ Հաստատենք հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն խոսակ, ես շարունակեմ։ Սեփականություն համարող բնակավայրի նպատակային նշանակության
հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանալության 08010560015 կադաստրային ծածկագրով 0.02766 հեկտար հողամասը ընդլայնման նպատակով քաղաքացի Արման Սանասարի Շրագոյանի ուղղակի կարգով վաճառելու վերաբերյալ։ Ուրեմն եթե բնակավայրում յուրաքանչյուր անձ ունի հող, որը իր հողամասի դիպց է մինչև 300 քառակուսի մետրը, մենք իրավունք ունենք ընդլայնման եղանակով տվյալ բնակչին տրամադրել հողը վաճառել։ Ուղղակի կարգով վաճառել։ Այս դեպքում գնահատում պետք չի, մինչև 300 քառակուսի մետրը պետք չի գնահատել։ Դրա համար մենք կարող ենք վաճառել եւ վաճառման գինը 39,250 դրամ։ Ինքը կոմանոցի վաճառեն գինը։ Համաձայն եք։ Ես դեմ եմ մարդուն կերտասկսոս արեցին։ Այսքան հարավական Շիրակի մարզի համակի սեփականություն հանդիսացող բաց 21-244-30 մարդի հետեր մարդատար ավտոմեքենան աջուշտով օդարելու և աջուշտային մեկնարկին հաստատելու մասին։ Դուք գիտեք, որ տեղակալների չթույլատրվեց, որպեսզի մենք ծառայողական մեքենա ունենանք, այդ մեքենաները կառավարության հանձնարարությամբ պետք է օդարվեն։ Եվ այդ պատճառով մենք այդ մեքենաները տվել ենք գնահատման, լիցենզավորված կազմակերպության, մեքենայի գինը գնահատվել է 220,000 դրամ և մեկ քայլի արժեքը 50,000 դրամ։ Փակագծի մեջ նախքին օգտարոտու դրամ չկա, չեմ դրել վար, չեմ Դերում գիտենակ է։ Մենք նախարարական ես դերում եմ։ Սա աջարկ է։ Ինչի՞ վայր Բենչ է, ունարիս աջարկով։ Եթե մարդը այս մեքենան բարում է 3 տարի ամբարձար դրան, ուղղակի վաճառ կարելի է վաճառել։ Դեն որոշեցինք տնենք աջուշտի 100,000 Մյուս մեքենաների բաց 21-244 մատնիշի ավտոմեքենան է, էլի գնահատվել է 210,000 դրամ, մեկ քայլի չափը 50,000 դրամ։ Համաձայնություն կա վաճառել։ Ես օրինակ բավարար չեմ, ուզեմ անպայման Մասնակցել։ չէ, ոչ թե մասնակցեմ, մինչև քանբանքան օրենաց։ Տովարամուշտին գամ մասնակցեն Անկացից է, որոշման է։ որոշտում չի ես ինչ Ես պայտ չկայեմ։ Իրեն ուրավար է տեսա, որոնում չկա։ Աղանսը համանքի ավագանում 2028 թվականի մայիսի 26-ի թիվ 48 որոշումը անվավեր ճանաչելի վերաբերյալ։ Մենք նախկին ավագանիստի ժամանակ որոշակի բնակավայրի հողերել ենք աջուշտի, սակայն այդ որոշումը չհարբեց, քանի որ գնահատված չի եղել լիցենզավորված կազմակերպության կողմից, ուստի այդ նախկին այդ որոշումը ճանաչել անվավեր։ Իսկ եթե մինչև 300 քառակուսի է պիտի գրանցվի, թե մինչև 300 քառակուսի չպիտի գրանցվի, Ուրեմն չէ, մինչև 300 քառակուսի իրավունք ունի ընդլայնում տալ։ Եթե ընդլայնում Առանց այդմ։ Իսկ եթե 300 զավերը անպայման դիպան։
իսկ եթե խոսքի այդ հողի հողինցը ուղղակի արագում է ճանապարհ կա, այդ ճանապարհի հենց են Չէ, փոխել։ դից կլինի։ Սահմանին կբաց պետք է։ Առանցիկ գույք է համարվում։ Եթե իրեք հարագուսի չկա, այդ գարանտում է։ Հաջորդ է, մի ապետնականում ենք, հա։ Շիրազի մարզի համասի համանքի սեպագարություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրազի մարզի համասի համանքի բողջի ղեկավարի 8-րդ ստեղծու երկու հողամասի հասցեի արկա 10.78 քառակուսի մետր մագերիսով պարիսպը և կադաստրային ծաղկագրով զրահամով 4100 հեկտար մագերիսով բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը աճուշտով օդարելու և աճուշտի մեկնականքինը սահմանելու վերաբերյալ։ Սա այդ բողջի բնակավայրում է պարիսպ է, հողամասը պարիսպով մենք գնահատել ենք տվել նույն այդ լիցենզավորված կազմակերպությանը և որի համար հաշվելով աճուշտի մեկնարկային գինը լինում է 560,000 դրամ, մեկ աճուշտի քայլը 50,000 դրամ։ Համաձայն եք, հաստատ եք։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համանքի սեպագարություն հանդիսացող հողամասում բնակավայր Բերտաշեն քաղաքացի Սեդաղաճականի Ալպաջյանի կողմից ինքնական կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համանքի սեպագարություն համարված բնակելի տունը և նրանց պահպանման սպասարկման համար նախատեսած հողամասը նախապատվության իրավունքով կողմից պատվող կառուցապատի հողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին։ Սա էլ է ինքնական կառույց Բերտաշեն համայնքում 351 քառակուսի մետր մագերիսով բնակելի տուն և զրահով 099 քառակուսի հեկտար հողամասով, որի գնահատվել է 658,075 դրամ Հայաստանի Հանրապետության դրամ։ Համաձայն եք համաձայնություն տալ վայրի վաճառքով ինքնական շինությունը օրինականացնել։ Հարցեր չունենք։ Ես ունեմ, բանի չորս չէ, բանի ծնխի կարմուջի հարցը ինչ դրան է օրինացնում։ Ծնխի կարմուջի հարցը նկարել ենք, ուղարկել ենք, և անգամ հարցեր բարձրացրել, նախարարություն, մենք 4 տարի առաջ ենք նախարարություն հարց բարձրացրել, 4 տարի առաջ իրան նախագծերները մրցույթային հանդարարել ֆինանսավորում չէր իրականացել։ Այդ նախին նախագիծը համարվում է պետք է փոփոխվի, որտեղ 4 տարվա ընթացքում բավականին շատ գները փոփոխվել, հիմի ընթացքի մեջ է նախարարությունից եկել նայել են Կոնկրետ ինչ-որ բանսել է։ կոնկրետ նախագծերն համարաշնս։ Չեն հասնի, իսկ մենք ինչ Մենք հնարավորություն չունի գտել որևէ կան, որտեղ մարզային կառույցել, մարզային ճանապարհել, մարզային կառույցել։ Ես ինչ որ մեզ ասում է, սնխի կառույցը շատ քիչ է, իրանք էլ են եկել տեսել, իրանք մասնակիցներն էլ են եկել տեսել, նախարարություններն են եկել, բայց առանց նախագծի որ կամուշ չի վերանորոգվում։ Չվերանորոգում, դե վերօրինակ ինչ-որ ծեվի սարքի կողմը, հենց նամակ հազար սարքի